Սիրելիներ, ուրեմն ես այսօր կուզենամ ձեզի թարգմանաբար ներկայացնեմ մի ավետարանիչի մասին, որը գնացել է թժողկու դրախտ ու տեսել է, թե ինչ է կատարվում, ովքեր են գտնվում թժողքի կրակների մեջ։ Ուրեմն ռուսերեն տարբերակով ես ձեզի կներկայացնեմ, իսկ ստեղ շատ հագիշ կներկայացնեմ այս վկայությունը։ Ուրեմն ավետարանիչը Ռոդոլֆը Օսեդյանը խոսում է այն մասին, թե ինչ է տեսել դժողքում։ Նա ծոմ է վերցրել 8 օրով եւ արդյունքում սրտի կաթված է ստացու, Աստված իրեն վերցրել է ու տարել է դժողքն ու թրախն է ցույց տվել, որտեղ գտնվում են շատ երեխաներ դժողքում։ Ու ինչն է պատճառը, երբ որ Անժելիկայի Զամբրանոյի վկայությունը ես տեսեցի, որ երեխաները կարող են դժողքում գտնվել, ինձ համար իրականում շատ տարօրինակ էր, բայց այս նույն վկայության մեջ կնշվի, որ շատ երեխաներ կան դժողքի կրակների մեջ, որովհետև նրանք նայում են շատ երկեր ու երաժշտություններ, որոնց միջոցով դևերը թափանցում են, ինչպես նաև խաղում են շատ խաղեր, որոնց միջոցով կարող են դևերը հեշտությամբ մտնել իրենց կյանք։ Նաև այստեղ խոսվում է այն մասին, որ շատ Եհովայի վկաներ են գտնվում դժողքի կրակների մեջ, ինչպես նաև նա հանդիպել է Չարլզ Ռասելին, որը Եհովայի վկաների հիմնադիրն է, որն հիմնականում լցնում է շատ ժողովրդի մեջ շատ սխալ գաղափարներ, որոնք Աստծո անվանը դեմ են։ Նաև այն մասին, որ դժողքում գտնվում են շատ կանայք, որոնք աբորտ են արել, սպանել են իրենց երեխաներին։ Ինչպես նաև այն կանանց է տեսել, որոնք զբաղվել են մարմնավաճառությամբ եւ ենթարկվել են շատ դաժան տանջանքների դժողքում։ Նաև Աստված ցույց է տվել երկինքը, որը բացվել է նրա առաջ եւ ցույց է տվել ինչպես շրջապատված է եղել թանկարժեք քարերով, ոսկիներով ու ինչքան կարեւոր է, որպեսզի արժանանան երկնային թագավորությանը։ Նաև պատմում է այն մասին, թե ինչպես շատ եկեղեցիներում ինչեր է կատարվում։ Պատմում է եկեղեցիներից մեկի մասին, որտեղ հովիվը քարոզում է, իսկ հետո իր կնոջը թողնում գնում է իր սիրելիի մոտ, որը իր եկեղեցու հենց քույրիկներից մեկն է։ Նաև ցույց է տալիս, թե ինչպես եկեղեցու հովիվը մեծ չամադանով կամ մեծ պայուսակով գումարներ է տեղափոխում, որը նա վերցրել է եկեղեցու զոհաբերությունները ու նմանապես ցույց է տալիս շատ հովիվների, որոնք շատ հարուստ են, բայց իրենց եկեղեցու անդամները սոված են, օրվա հացի կարոտ են եւ չեն օգնում։ Սիրելիներ, շատ մանրամասն ներկայացվում է այստեղ շատ դժողքի տանջանքների մասին, կրակների մասին, ինչի համար է Չարլզ Ռասելը դժողքում, որովհետև ինքը լրիվ Աստվածաշնչին դեմ բաներ է սովորեցնում, Սուրբ Հոգուն դեմ, որ Սուրբ Հոգին գործոն ուժ է, Աստված չէ, Սուրբ Հոգու մկրտությունը լեզուներով աղոթելն է ինքը ընդհանուր առմամբ աշկելում, դժողքի իրական լինելն է լրիվ հեշկում եւ շատ գաղափարներ կան։ Ես ասեմ, որ ինքս էլ եմ եղել Եհովայի վկաների մեջ եւ շատ լավ գիտեմ, թե այնտեղ ինչ է կատարվում, լրիվ սուտ ուսմունքներ են, մարդկանց կարծես մեքենայացրած լինեն արհեստական ռոբոտներ, որոնք որ ամեն մեկը կրկնում են նույն բաները, որևէ մեկը չի լսում Աստծո ձայնը, որևէ մեկը իրավունք չունի Աստծո հետ հաղորդակցվելու, պարզապես նրանք վերցնում ու կրկնում են այն խոսքերը, որոնք իրենց սովորեցրել է Չարլզ Ռասելը, որը հիմա դժողքի կրակներում այրվում է ու շատերն էլ կգնան, եթե այսօր չապաշխարեն։ Սիրելի Եհովայի վկաներ, ովքեր որ հիմա լսում են ինձ, կխնդրեմ բոլորիդ վերանայեք ձեր հավատքը, որովհետև այն կարող է ձեզ տանել կործանման,
Պարզապես կարող եք մեզ էլ չհավատալ, աղոթեք, ասեք Տեր, եթե ես սխալ ճանապարհների մեջ եմ, ինձ դուրս բեր։ Ես հիշում եմ, ինձ Աստված դուրս բերեց այն ժամանակ, երբ որ ես Տիրոջից խնդրեցի, ասեցին ինձ. Աննա, եթե դու համոզված լինես, որ Եհովայի վկաների հավատքը սխալ է, դուրս կգաս, ասի իհարկե դուրս կգամ։ Աստված ինձ այնպիսի մեղքեր ու սխալներ ցույց տվեց, որ պատճառ դարձավ, որ ես դուրս եկա Եհովայի վկաների միջից։ Երբ որ Սուրբ Հոգին առաջնորդեց, ես շատ մանրամասն կպատմեմ բոլորիդ այս ամենի մասին, բայց հիմա կցանկանայի, որպեսզի այս տեսանյութը, որն այս տեսանյութի ներքևում կտեղադրեմ, ռուսերեն տարբերակով սիլկան կտեղադրեմ, պարզապես սիլկան կսխմեք ու ամբողջական տեսանյութը կդիտեք, որտեղ շատ ու շատ հարցերի պատասխաններ կստանաք։ Այստեղ նաև կիմանաք, թե ինչքան կարևոր է, որպեսզի ոչ թե հովիվներն ու քարոզները բարգավաճում քարոզեն, այլ քարոզեն, ինչպես արվում է շատ եկեղեցիներում, այլ քարոզեն սրբություն ու մաքրություն, որովհետև Աստված մեզ կանչել է սուրբ ու մաքուր կյանքով ապրելու, ու վերջերս անընդհատ ինձ էլ է աղոթել տալիս, որպեսզի ես աղոթեմ իմ սրբությանս ու մաքրությանս համար, եւ ես զգում եմ, թե Տերս ինչքան աշխատանք է տանում առաջինը ինձ հետ, որևէ մեկը մի կարծեք, թե փրկված եք, աշխատեք, ամեն մեկը ձեր փրկության համար գործեք, որովհետև Աստվածաշնչում գրված է, որ փրկության համար գործել է հարկավոր։ Եթե դուք զբաղված եք հիմա շատ գումարներ վաստակելով, որպեսզի շատ ավելի հարմարավետ պայմանների մեջ ապրեք, հիշեք, որ Հիսուսի գալուստը շատ է մոտեցել, ու ժամանակն է, որպեսզի մեր ներսի բնակարանները վերանորոգենք, մեր եւ Աստված փոխհարաբերությունները վերակառուցենք, մեր մեջ մտցնենք սրբություն ու մաքրություն, աղոթենք, որպեսզի Տերը ցույց տա մեր մեղքերն ու սխալներն ու բացթողումները, ապաշխարենք, ապաշխարության արժանի պտուղներ բերենք, դավանենք, որ Հիսուսը Տեր է հոր փառքի համար, ապաշխարենք, որպեսզի Տիրոջ սուրբ ու հզոր ներկայությունը իջնի մեր կյանքերի վրա, որպեսզի Տերը ազատե մեզ ամեն տեսակի մեղքից ու սխալից ու մտցնե իժա սրբության ու մաքրության մեջ։ Սիրելիներ, այսօր ապաշխարելու ժամանակն է, այսօր դարձի գալու ժամանակն է, շատ այրը դժոխքի սարսափելի կրակների մեջ կտառապեն, Աստվածաշնչի մեջ գրված է, որ կրակը պիտի չմարի, որդերը պիտի ուտեն մարմինը, շատ տեղեր նշված է, այստեղ նշված է, այս տեսանյութի մեջ էլ կարող եք համարներ դուրս բերել եւ գրել։ Ես միակ բանը, որ կարող եմ ձեզ ասել ու անել, բոլորիդ կոչ կանեմ ապաշխարության, ծնկի իջեք Տիրոջ առաջ, ապաշխարեք, խնդրեք, որպեսզի Տերը բնակվի ձեր սրտի մեջ, դառնա ձեր Տերն ու Փրկիչը, այցելե ձեր տուն, փոխե ձեր ընտանիքի անդամների շատերի կյանքերը, քանի դեռ ժամանակ ունեք, քանի դեռ փրկվելու ժամանակ ունեք, քանի դեռ ապաշխարելու ժամանակ ունեք, քայլեր արեք դեպի փրկությունը, ու ականջի հետև մի գցեք, ու մի մտածեք, որ վաղը կփոխվեք, որովհետև մենք չգիտենք, թե արդյոք վաղը կլինի։ Սիրելիներ, այսքան ինչ այսօր այս պահին ցանկացած ես հետ կիսվել, մտածեք, որ Տերը գալու է այնպիսի պահի, որին որ չենք սպասում։ Պարզապես դիտեք տեսանյութը ու վերանայեք ձեր ապրած կյանքերը։ Այսքան ինչ կցանկանայի այսօր կիսվել ձեզ հետ։ Լավ մնացեք։